Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական թողարկումն է, նախորդ թեմաները։ Ուզում եմ պարոն Սիմոնյանին ներկայացնել, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինած Ալեն Սիմոնյանը ևս կներգրավվի Ադրբեջանի հետ բանակցություններում։ Դուք պետք է ինձ օգնեք։ Ընդդիմադիր Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրի, Ուժեղ Հայաստան խմբակցությունն այսօր արդեն աջակցում էր նրան։ Ամեն ինչով։ Դատախազությունը Վճռաբեկ Ատյանում է բողոքարկել վերաքննիչի որոշումը նորից քննել Շիրակի թեմի առաջնորդի գործը։ Ինչու է պետական պոլիկլինիկայի տարածք ստանում Սամվել Ալեքսանյանի դեղատունը, երբ կա ավելի բարձր գնով առաջարկ։ Ռուսաստանում կտրուկ աճում է ահաբեկչության հոդվածով դատվողների թիվը։ Հաշված օրեր առանց պաշտոնի մնացած Ալեն Սիմոնյանն այսօր արդեն նոր աշխատասենյակում էր։ Անվտանգության խորհրդի քարտուղարն առավոտյան ճանապարհեց հետհեղափոխական ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկին Արմեն Գրիգորյանին, որը 8 տարվա աշխատանքից հետո կգնա հանգստի։ Նա առանցքային դերակատարում է ունեցել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Ալեն Սիմոնյանին է հանձնում պաշտոնը առանց Արցախի։ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը վստահ է, իրեն կհաջողվի նոր պաշտոնում լուծել իր առջև դրված խնդիրները։ Քաղաքական պրոցեսների մասնակից եմ, այս աշխատանքը ինձ հետաքրքիր է, վստահ եմ, որ հարաբերություններ զարգացնելու, խորացնելու առումով կարող եմ հաջողել։ Ազատության հետ զրույցում այսօր փոխանցեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց ստանձնել այդ պաշտոնը։ Շաբաթներ առաջ, երբ իշխող ՔՊ-ն անակնկալ կերպով ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում Ալեն Սիմոնյանի փոխարեն ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, Սիմոնյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից։ Հուլիսի 2-ին հրաժեշտի ասուլիսում նա հայտարարեց, թե ցանկանում է մի քիչ հանգստանալ։ Եվ իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Նաև անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ։ Ինչու պլանները փոխվեցին։ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարն այսօր ասաց, թե արդեն շուրջ 1 ամիս հանգստացել է։ Ինչ վերաբերում է նոր պաշտոնին, ապա առաջարկը ստացել է վարչապետից, քննարկել եւ ընդունել է այն։ Ինչ առաջնահերթություններ է Նիկոլ Փաշինյանը դրել իր առջև այս պաշտոնում, արդյոք դրանք ներառելու են նաև հայ-ռուսական սրված հարաբերությունները։ Սիմոնյանն ասաց, որ այդ հարցերն առաջիկայում քննարկելու է վարչապետի հետ։ Ամեն դեպքում վստահեցրեց, ինչպես նախկին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինքը նույնպես ներգրավված է լինելու նաև հայ-ադրբեջանական բանակցություններում։ ուզում եմ պարոն Սիմոնյանին ներկայացնել որպես անվտանգության խորհրդի նոր քարտուղար եւ հաջողություններ մաղթել նրան այդ ոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անվտանգության խորհրդի աշխատակազմին ներկայացնելով Ալեն Սիմոնյանին նշեց, որ վերջինս ազգային ժողովի նախագահի պաշտոնում ներգրաված է եղել ռազմավարական եւ կարևոր որոշումների կայացման գործում։ Հետևաբար աշխատանքային տեղեկատվության պակաս չունի եւ կարող է միանգամից անցնել անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությանը։ Կարծում եմ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը։ Առանց փակագծեր բացելու վարչապետը նշեց, թե անվտանգության խորհուրդը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նույնքան մեծ ու կարևոր աշխատանք պետք է կատարի։ Փաշինյանի խոսքով առաջիկա քննարկումների արդյունքում կսահմանվեն այն առաջնահերթությունները, որոնք կդրվեն անվտանգության խորհրդի առջև։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու անվտանգության խորհրդի քարտուղարին եւ անվտանգության խորհրդի գրասենյակին։ Պաշտոնավարման անցած 8 տարիներին եւ հատկապես 2021-ից հետո անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն ակտիվորեն ներգրաված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ Ոչ վաղ անցյալում 2022-ին Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ բանակցություններում փորձում էր առաջ տանել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությանը եւ նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։ Բաքուն սակայն այդպես էլ որևէ միջազգային մեխանիզմի չհամաձայնեց։ 1 տարի անց 2023-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց։ 2025-ին արդեն նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Ինչ առաջնահերթություններ կդրվեն անվտանգության խորհրդի նոր քարտուղարի առջև, թերևս պարզ կդառնա առաջիկայում։ Մինչ այդ Փաշինյանն այսօր հրաժեշտ տվեց Արմեն Գրիգորյանին, գնահատելով նրա կատարած աշխատանքը։ Ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների
ներկայացման հարցում։ Ինչու գնահատելի աշխատանքից հետո Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ որոշեց պաշտոնանկ անել 8 տարի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին։ Այդ որոշումը արտաքին դրդապատճառներ ուներ, թե զուտ ներքաղաքական վերադասավորումների հետևանք էր։ Ներսում չեմ տեսնում որևէ պատճառ, որ Փաշինյանին մղեր անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխության։ Պատճառները կարող են կապված լինել հենց դրսի հետ։ Հիմա անմիջականորեն դրսից ինչ որ ազդեցությամբ են, թե Փաշինյանը ինքը իր հաշվարկներից ելնելով է անում, այստեղ է հարցը։ Վերլուծաբանը ուշագրավ է համարում Արմեն Գրիգորյանի պաշտոնակությունն այն առումով, որ Գրիգորյանն իր պաշտոնում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ ապահովում էր հայ-ադրբեջանական գործընթացի մի առանձին գիծ, եւ հիմա ըստ Հակոբ Բադալյանի ստացվում է, որ այդ գիծն ավարտվում է։ Դատելով օրինակ Փաշինյանի ելույթից անվտանգության խորհրդում, երբ ներկայացնում էր այսօր Սիմոնյանին, կարող ենք եզրակացնել, որ այս պաշտոնանկությունը պարզապես ինչ որ ֆունկցիոներների փոփոխություն չէ, այլ նաեւ առհասարակ ինչ որ շրջափուլի փոփոխություն, երբ ավարտվում է մի շրջափուլ եւ մեկնարկում է նորը։ Այսինքն այլևս այդ կապի անհրաժեշտությունը չկար դեմս Արմեն Գրիգորյանի, որ նա ապահովում էր Հաջիևի հետ։ Համենայն դեպս այդ կապը չի ունեցել այն որոշիչ նշանակությունը, որը թույլ կտար պահպանել Արմեն Գրիգորյանի կարգավիճակը։ Արմեն Գրիգորյանը, որ Փաշինյանի իշխանության անցած 8 տարիներին ակտիվորեն ներգրավված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հրաժարվել է շարունակել աշխատանքը վարչապետի աշխատակազմում։ Նրա քաղաքական ապագան այս պահին անորոշ է։ Խորհրդարանը 2 շաբաթ է դեռ ձևավորվում է նախագահության ընտրությունից հետո հերթը հանձնաժողովի ղեկավարներինն է։ Ընդդիմությանը հաջողվել է ստանալ առանցքային նշանակության մի քանի պաշտոններ, այդ թվում տարածքային կառավարման հանձնաժողովի ղեկավարի աթոռը։ Ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը Ուժեղ Հայաստանը առաջադրել է ՀԵՑ-ի նախկին ղեկավար Դավիթ Ղազինյանին, որն ընտրակաշառքի գործով է անցնում։ Սա էլ հենց դարձավ քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հարցերի հիմնական թեման։ Պատգամավորները ավարտեցին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուի հարցի քննարկումը եւ անցան արդեն ընդդիմությանը հասանելիք մյուս հանձնաժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուի հարցի քննարկմանը։ Այս հանձնաժողովը նախագահելու համար ընդդիմադիր Ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրեց Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Ղազինյանը հանդես եկավ հիմնական ելույթով, որտեղ գլխավորապես անդրադարձավ էներգետիկ ոլորտին։ Անկամ եթե ատոմակայանը կանգնի էլ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը էներգետիկայի մասով համարվում է ինքնաբավ երկիր։ Այս պարագայում քննարկել, թե Ալիևն ինչ ասել, ընդեղից Նախիջևանից հոսանք բերենք, մյուս անենք, կարծում եմ ճիշտ չի։ Ղազինյանը ամփոփելով հիմնական ելույթը հայտարարեց, որ ոչ հորդորելու է, ոչ էլ առավել ևս պահանջելու է, որ իշխանական պատգամավորները քվեարկեն իր օգտին։ Ես հիշեցնեմ, որ առանց իշխանական խմբակցության քվեներին դիմադիր խմբակցության թեկնածուները չեն կարող ընտրվել հանձնաժողովի նախագահների պաշտոններում։ Ընտրվելու դեպքում պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, անկախ քաղաքական, այսպես ասած, շատ խորը տարաձայնություններից։ Ավելի քան 2 տասնյակ պատգամավոր հերթագրվեցին Դավիթ Ղազինյանին հարցեր տալու համար, հիմնականում իշխանական պատգամավորներն էին ակտիվ։ Նրանց տարբեր հարցեր էին հետաքրքրում, սկսած պնդումներից, որ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները անում էին նախընտրական փուլում կապված այդ 300,000 ադրբեջանցիների հետ, միջև հեծում եղած խնդիրները։ Ըստ երևույթի արդեն մոտ մի 3,000-ը պետքա ստեղ լինեն, խնդրում եմ ասեք տվյալներ, թե որ մարզերում եք հանդիպել, որ քաղաքներում եք հանդիպել ադրբեջանցիներ։ Ես չեմ հիշում մեր թիմից որևէ մեկին, որը ասած լինի ընտրությունները բրծավ 2 ամիս հետո ադրբեջանցիները արդեն ըտ են ելնել։ Դա առաջինը, երկրորդը, իշխող քաղաքական թիմում կամ այսպիսի խնդիր, այն բանի պատմությունն ասենք, մեկը մեկին բան ասում, ֆռում երրորդին պատասխանում է։ Ժողովուրդ դες չի։ Ձեր աչքի առաջ չի այդ խոսույթը։ Ձեր աչքի առաջ չի ինչ որ Ադրբեջանում կատարվում է։ Այսինքն, եթե ընդդիմությունը որոշում է վտանգները ներկայացնի,
Այդ թիվն էլ հենց այնպես չի, չէ՞։ Դավիթ Ղազինյանը, որ նախկինում ղեկավարել է նաև ՀԵՑ-ը, մեղադրվում է ընտրակաշարքի գործով, անցնում է ընտրակաշարքի գործով, անգամ եղել է կալանքի տակ եւ այսօր падգամավորները, իշխանական падգամավորները, մասնավորապես Անդրանիկ Քոչյանը հետաքրքրվում էր, թե ունեն արդյոք այլընտրանքային տեխնացու, եթե այնպես ստացվի, որ գլխավոր դատախազը օրինակ գա խորհրդարան։ Այնպես չի, որ չեմ ուզում դատախազը գա, եւ այնպես էլ չի, որ մտածում եմ, որ չի գալու։ Միանշանակ։ Ինչ վերաբերում է ֆրակցիային, ես համոզված եմ, որ պարոն Կարապետյանը շատ լավ պատկերացնում է, որ ում էլ առաջադրի այդ վտանգը գլխին կախված է, կապ չունի այն առումով, որ կարան նույն իմ ձևով մի հատ ինչ-որ կիսատ պռատ, ուրիշի երկու հոգու խոսակցություն բերեն եւ ինչ-որ մեկին տանեն։ Ընդդիմության արդեն երկրորդ տեխնացուն է քննարկվում, նախորդ տեխնացուն ֆինանսաբանկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջադրված տեխնացուն էր, ուժեղ Հայաստանից այս հանձնաժողովի համար առաջարկել են Հայկ Ֆարմանյանի տեխնացությունը, բայց մինչև այս պահը իշխող քաղաքացիական պայմանագիրը դեռ չի բացահայտում, թե ինչպես է պատրաստվում քվեարկել հանձնաժողովների ընդդիմադիր տեխնացուների հարցով։ Արուսյակ Մանավազյանը պնդեց, թե այն միջադեպը, որ տեղի ունեցավ նախօրեին խորհրդարանում ընդդիմադիր падգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո որևէ կերպ չի կարող անդրադառնալ իրենց որոշման վրա։ Պարոն Ռուբինյանը հստակ ասաց, որ մենք որոշում չունենք եւ քննարկելու ենք եւ թույլ տվեք, որպեսզի լսենք եւ նորմալ միջավայրում մեր քննարկումները եւ նիստերը անցկացնենք։ Արդեն երրորդ շաբաթն է խորհրդարանը շարունակում են երրորդ գումարման առաջին նստաշրջանը, մինչև այս պահը քննարկվել են եւ ընտրվել ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, քննարկվել է հանձնաժողովի 6-րդ նախագահի համար առաջադրված տեխնացուի հարցը, եւս 6 տեխնացուի հետ կապված քննարկումը արժևում է եւ այսօր կրկին խմբակցությունների ղեկավարները ազգային ժողովի նախագահի հետ փորձում էին հասկանալ հնարավոր է առավել արագացնել աշխատանքը, որպեսզի շուտ ամփոփվի։ Ռուբեն Ռուբինյանը առաջարկում էր լրացուցիչ նիստեր գումարել կամ կրճատել ելույթների համար սահմանված տևողությունը։ Պարոն Կարապետյան, ինչ կարծիք եք։ Կարող ենք պահել ոնց որ հիմա կա։ Մենք կարծիք չունենք, կարող եք դուք նայել, որը որ օպտիմալ է, կարծիք չունենք այդ ուղղությամբ։ Եթե համաձայն եք 6-6 քվեարկությանը, քննարկենք մնացածը։ Ոչ, հնարավոր չի 6-6։ Մյուս առաջարկի վերաբերյալ ինչ կարծիք ունեք։ Եթե դուք ամեն դեպքում պնդում եք, որ 6-6 քվեարկություն հնարավոր չի, այլ բան քննարկելու չունենք այստեղ։ Շատ լավ, որևէ խնդիր չկա, շարունակում ենք ոնց կա ուրեմն։ Խորհրդարանը աշխատանքը կշարունակի նաև հաջորդ շաբաթ եւս 6 տեխնացուի հետ կապված քննարկումը արժևում է նաև կառավարության ծրագրի քննարկումը։ Բայց գլխավոր թեման խորհրդարանում երկրորդ օրն է Էդգար Ղազարյանն է։ Երեք բանը համարյա բռունցքներին էր հասնում, պատգամավորները միջանցքում էին հարաբերություններ պարզում։ Կառավարող ուժը ներողություն է պահանջում ընդդիմադիր գործիչից, նրա թիմը ուժեղ Հայաստանը խոստացել էր հարցը քննարկել։ Այսօր սակայն հաշտություն չհաստատվեց, ոչ Ղազարյանը, ոչ էլ նրա խմբակցությունը մտադիր չեն հետ քայլ անել։ Անկեղծ եմ ասում, իմ մոտ տպավորություն էր, որ ազգային ժողովի նիստերի դահլիճը զոհասեղանա, ինչա։ Զոհասեղանա։ Մոտավոր տվեք այդ մեկ մարդուն, այսինքն։ Պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Հնչելա վիրավորանք։ Թող ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Իշխանությունն այսօր շարունակում էր ներողություն ակնկալել ուժեղ Հայաստանի անդամ Էդգար Ղազարյանից։ Ընդդիմադիր падգամավորը հայտարարում իշխանության ցանկությունը կատարելու համար չի եկել ազգային ժողով ու լռում, իսկ նրա խմբակցությունը հղում էր անում օրենքին, ըստ էության հասկացնելով, որ ներողություն չի լինելու։ Երեկվանից խորհրդարանի գլխավոր հերոսը Էդգար Ղազարյանն է, որի հայտարարության շուրջ 2 օր է պտտվում են իշխանություն-ընդդիմություն հակադարձումները։ Մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Երեք ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ինքն էլ կուսակցի խոսքը բարևարկության խախտում էր որակել, խոստացել քննարկել Ղազարյանի ասածը ու հետագա քայլերի մասին տեղյակ պահել։ Ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի եւ այլն։ Այդ ժամանակ ինչ է պետք անել։ Մենք սահմանափակված ենք ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո
Եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Այսօր փոխխոսնակ Ուժեղ Հայաստանի անդամ Արամ Վարդևանյանը, այն էլ ոչ ուղակի, նիստը վարող ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանի երեկվա արձագանքին անդրադարձավ։ Երեք ընդդիմադիրները միայն սեփական կուսակցի ձևակերպումներն էին խնդրահարույց որակել։ Նիստը նախագահելու շրջանակներում չափազանց կարևոր է ոչ թե իրավիճակը լրացուցիչ սրել, նիստը նախագահողը մեր խմբակցության կողմից ոչ ընդունելի որակված արտահայտության հաջորդող ժամանակահատվածում ինչ արտահայտություններ արեց։ Մեղադրանք հնչեցնում առայն, որ մենք զոհերի հիշատակը սրիկայաբար շահարկում ենք, հաշվի չառնելով, որ տվյալ պահին ինքը սրիկայաբար շահարկում է իր բարեկամի զոհվելու փաստը։ Քաղաքական ուժերը իրանք ռադիկալացնում են իրանց ընտրողներին, հետո գալիս են դահլիճ, հասկանում են, որ սենց ապել չի կարելի, բայց արդեն վերջ։ Էլ ոչ կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզից մեկը ասելա սրիկա, մի սրիկա ասելա սրիկա։ Ու դες ռադիկալացման շղթան գնում է։ Կարող է որտեվ Էդգար Ղազանի կամ նույն ինքը հայ զինվորների մահը կամեցող սրիկայի այդ գործողությունները որպես այդպեսին պլանավորած են։ Մինչ ընդդիմությունն ակնկալում էր մեջբերեմ սխալին սխալով չպատասխանել, Էդգար Ղազարյանի արտահայտությունից վիրավորված ներողություն ակնկալող իշխանական падգամավորները, նրանց թվում ազգային ժողովի նախագահը, այսօր Էդգար Ղազարյանի մասին խոսում էին նույն արտահայտություններով։ Եվ նախագահողը թիմակիցներին չէր սաստում։ Իշխանականներն ասում են, աչք փակել չի լինելու է պատասխան ու անհամաչափ պատասխան։ Եթե դուք մերպես համարում եք, որ սրիկա բառը վիրավորանք է, ուրեմն լավ սրիկայություն է, եթե վիրավորանք է, ուրեմն թող գա ներողություն խնդրի։ Եթե համարում եք, որ վիրավորանք չի, շատ լավ, ակնընդ ական, ատամնընդ ատաման։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը առավոտից էր ներողություն ուզում լսել Ղազարյանից։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Ազգային ժողովի կանոնակարգը падգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Ինչու մտքափոխվեց Ուժեղ Հայաստանը։ Արդյոք պատճառը երեկվանից հնչող քննադատությունն է Ղազարյանին մենակ թողնելու համար։ Երեկվա վեճից հետո միայն Հայաստան խմբակցությունից Լևոն Քոչարյանը պաշտպանեց նրան։ Բացարձակ հակասություն չկա, պարոն Վարդևանյանը հողում է արել ազգային ժողովի կանոնակարգ օրենքին, հարգելի գործընկեր, որով մենք բոլորս պարտավոր ենք, ոչ թե կարող ենք ցանկանալ կամ ոչ, այլ պարտավոր ենք առաջնորդվել։ Երեկվա միջադեպից հետո Էդգար Ղազարյանը փոխել է իր տեղը նիստերի դահլիճում։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր նա նստում էր ԿՊԱ-ական падգամավորների հարևանությամբ, իսկ այսօր տեղափոխվել է վերջին շարք ու լրիվ այլ թև, ավելի մոտ ընդդիմադիր Հայաստանի։ Սա տեխնիկական կազմակերպական հարց է, որը վաղուց էր քննարկվել։ Պնդում էր խմբակցությունից նեղացած չէ, իրեն անպաշտպան չի զգում, անկախ падգամավոր դառնալու մտադրություն չունի, մանդատից հրաժարվելու առավել եւս։ Ես տեղ իշխանության падգամավորների պահանջներն ու խնդրանքները չեմ կատարում։ Եթե ձեր խմբակցության որոշումները խմբակցության որոշումները կատարվում են։ Այս մեր օթակներում այսօր անշլագ է, գիտեք ինչի է անշլագ։ Գիտեք ինչ են բոլոր լրագրողները եկել հատուկ կանգնել կամերաներով, բաներով։ Որտեվ, սիրելի բարեկամներ, նրանք սպասում են, երբ է ծեծկրտուկը սկսելու, երբ է մարդա մեկը դառնալու բոքսի տանձիկ, որ իրանք էլ ահասարսուր վերնագրերով գրեն ազգային ժողովում նորից ծեծկրտուկ է, նորից վիրավորում են։ Իրենք չեն անցնելու չափերը, բայց համաչափում մի բան էլ ավելին արձագանքելու են, հայտարարում է քաղաքացիական պայմանագիրը։ Արդյոք իշխանության առանց վիրավորանքների աշխատելու առաջարկը արդեն հաջորդ լարվածությամբ կվերածվի բախման։ Ազատության եթերում լրատվական թողարկումն է, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում։ Այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Դատախազությունը Վճռաբեկատյանում է բողոքարկել վերաքննիչի որոշումը նորից քննել Շիրակի թեմի առաջնորդի գործը։ Ինչու է պետական պոլիկլինիկայի տարածք ստանում Սամվել Ալեքսանյանի դեղատունը, երբ կա ավելի բարձր գնով առաջարկ։
Ռուսաստանում կտրուկաճում է ահաբեկչության հոդվածով դատվողների թիվը։ Գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան, փորձելով խափանել Շիրակի թեմի առաջնորդի գործի նոր քննությունը։ Առաջին ատյանում մեղավոր ճանաչված բարձրաստիճան հոգևորականը շուտով պիտի նորից դատարանի առջև կանգներ, քննությունը սկսելով 0-ից, բայց իրավապահները փորձում են առաջ անցնել։ Միքայել Սրբազանը իր արտահայտությունների համար չի զղջում, ժամանակին դատախազությունն էլ դրանցում հանցակազմ չէր տեսել։ Եվ եղաշրջում իրականացնել։ Հարցազրույցում հնչեցրած մտքերի համար մեղադրյալի աթոռին հայտնված Շիրակի թեմի առաջնորդի գործն ուղարկվել է Վճռաբեկ։ Գլխավոր դատախազը բողոքարկել է 1.5 ամիս առաջ վերաքննիչի կայացրած որոշումը, որով ուժի մեջ չմտավ հոգևորականի մեղքը հաստատող վճիռը, փոխարենը վերաքննիչը գործն ուղարկեց նոր քննության, այս անգամ Շիրակի մարզի դատարան։ Տեսեք, վերաքննիչ դատարանը արձանագրել է ընդդատության կանոնների խախտում, այսինքն փաստել է, որ օրենքի հիման վրա ստեղծված դատարանը չի քննել այս գործը, իսկ դա հիմնարար խախտում է, եւ այլ բան չէր մնում վերաքննիչ դատարանին, քան այդ հիմքով բեկանել եւ ուղարկել պատշաճ դատարան։ Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղավոր էր ճանաչել նրա մի հայտարարության համար, որով arczepiskopos-ը վերահաստատել էր դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջում անելու անհրաժեշտությունը։ Երևանի դատարանը Միքայել Սրբազանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման իշխանության զավթման կոչի համար։ Հոգևորականն էլ դիմել էր վերաքննիչ, որը հունիսի վերջին բավարարեց բողոքը, բայց մասնակի Միքայել arczepiskopos-ի արդարացման պահանջը մերժեց, փոխարենը հաստատեց, որ ընդդատության խախտում է եղել։ Սրբազանին պետք է դատեր ոչ թե Երևանի, այլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Փաստաբան Ռոման Ահարոնյանի խոսքով վերաքննիչ դատարանը գործի բուն բովանդակությանն առհասարակ չի անդրադարձել եւ չի էլ պարզել, արդյոք հոգևորականի խոսքերում հանցակազմ կա։ Վերաքննիչի գնահատմամբ իմաստ չկար անդրադառնալու դրան, քանի որ Աջապահյանին մեղավոր ճանաչած դատարանն ընդհանրապես իրավասու չէր քննելու այս գործը։ Հետևաբար միանշանակ այս խախտումը պետք է վերացվի, մեղադրանքի մնացած բոլոր փաստերը ըստ էության պատշաճ դատարանի կողմից պիտի քննվեն, նոր դրա արդյունքները հետո եթե կբողոքարկեն եւ այլն, որ վերաքննիչ դատարանը վերանայի։ Ըստ Միքայել Աջապահյանի ու նրա փաստաբանների ենթադրյալ հանցանքի վայրը Շիրակի մարզն է, բայց առաջին ատյանի դատարանը չէր փորձել դա պարզել, ասում է փաստաբանն ու նկատում։ Իրենք դատարանին էին ներկայացրել Սրբազանի խոսքերը տարածած 2 լրատվամիջոցների տեղեկանքները հարցազրույցի վայրի մասին, բայց միևնույն է դատարանը համակարծիք էր դատախազության հետ։ Իսկ դատախազ Վահան Հարությունյանը մեկ անգամ չէր հայտարարել, որ Շիրակի թեմի առաջնորդի խոսքերը հեռարձակվել են մի քանի լրատվամիջոցներով ողջ երկրի տարածքում եւ գործության դեպքի վայրը ճշտել հնարավոր չէ։ Մենք մեղադրանքի բովանդակությունը նայում ենք, դա հստակ նշված է, հստակ երևում է, որ ուղղված է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այնուամենայնիվ վերաքննիչ դատարանն այսպես չի կարծում։ Իրենց որոշման մեջ դատավորները նշում են, որ ի սկզբանե նախաքննական մարմինը պետք է պարզեր հանցանքի վայրը, ինչը չի արել։ Եվ առաջացանի դատարանը այսքան փաստական տվյալ ունենալով հանդերձ պարտավոր էր արձանագրել, որ դա իր ընդդատության ենթակա չի, բայց չարեց եւ վերաքննիչ դատարանը հենց դա արձանագրեց, որ այսքանը բավարար էր եւ դատարանը սխալվել է, որ չի արձանագրել։ Ըստ փաստաբանների հոգևորականի գործը Շիրակում չքննեցին կաշկանդվածության պատճառով։ Սրբազանի բարձր հեղինակությունը հաշվի առնելով տեղի դատավորները դժվարություններ կունենային։ Նոր քննություն նշանակելուց բացի վերաքննիչը նաև տնային կալանքից էր ազատել Աջապահյանին։ Այն ժամանակ հոգևորականը դատարանի բակում անդրադարձել էր մեղադրանքին։ Դե ի սկզբանե ասել ենք շինծու էր, ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու։ Ձեր նշած կոչ անում է կոչ արդեն որերորդ անգամ է անում է կառավարության ղեկավարը։ Բառացի ասում է գնացեք արեք հեղափոխություն։ Ես նման բան ասել եմ։ Ուրեմն ով պետք է դատվի, նա պետք է դատվի, ես պետք է դատվեմ։ Վճռաբեկը 3 ամիս ժամանակ ունի որոշելու վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը, թե մերժել։ Վարույթ չընդունելու դեպքում վերաքննիչի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ եւ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործը 0-ից կքննվի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։ Վարույթ ընդունելու դեպքում 2 տարբերակ կա։ Վճռաբեկը կամ անփոփոխ կթողնի վերաքննիչի որոշումը, գործը դարձյալ ուղարկելով Շիրակի մարզի դատարան, կամ կբեկանի այնուհետ կուղարկի վերաքննիչ դատարան նոր քննության։
Տեղատների խոշոր ցանցերից մեկը բողոքում է պետական հովանավորչությունից քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներից մեկը տարածք չի տրամադրում իրենց, փոխարենը ավելի ցածր գնով այստեղ տեղատուն է հիմնել Սամվել Ալեքսանյանի ընկերությունը, որի մենաշնորհների մասին դեռ նախկին իշխանության օրոք էր խոսվում։ Դավթաշենի պոլիկլինիկայում ամսական 300,000 դրամով տարածք են տալիս Սամվել Ալեքսանյանին պատկանող Նատալի Ֆարմ ընկերությանը, ում մերժում այլ ընկերության 540,000 դրամանոց առաջարկը։ Վագաֆարմի հիմնադիր Վահե Վարսանյանը պաշտոնական դիրքի չարաշահման, հովանավորչության ու պետությանը միլիոնների վնաս հասցնելու մասին է ահազանգում։ 240,000 դրամով պակաս ու 2 տարվա վարձակալության համար արդյունքում պետությանը հասցվել է 6,640,000 դրամի վնաս։ Պոլիկլինիկայի երկրորդ հարկում Նատալի Ֆարմն արդեն կահավորում է դեղատունը։ Տնօրեն Ջենի Հովսեփյանից հետաքրքրվեցինք, ինչ սկզբունքով է պայմանագիր կնքել ոչ թե ավելի բարձր, այլ ցածր գին առաջարկողի հետ։ Բոլոր հարցերով Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության Որ գործընթացները համակարգում են քաղաքապետարանում, ավելի կոնկրետ այդտեղ առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը գիտեն Վագաֆարմում, ունեն նամակը, որով Դավիթ Կարապետյանն առարկում է պոլիկլինիկայի տարածքից 20 քառակուսի մետր տրամադրել Վագաֆարմին, միակ հիմնավորումը նպատակահարմար չէ, գրել են։ Շաբաթներ անց կնքում են պայմանագիր Նատալի Ֆարմի հետ։ Մենք դիմի հաղորդում ներկայացրեցինք գլխավոր դատախազությանը, գրությունները հանցագործության ուղարկեցինք նաև պետական վերահսկողական ծառայության, հակակոռուպցիոն կոմիտե, նաև հենց քաղաքապետարանին, որը հենց փաստորեն հիմնադիրն է պոլիկլինիկայի։ Վարսանյանը պնդում է քաղաքապետարանի պաշտոնյան, նրա ենթակայությամբ գործող պոլիկլինիկայի տնօրենը օգտագործել են իրենց լիազորություններն ու պետությանը միլիոնների վնաս տվել։ Կա իրենց գնառաչարկը բարձր գնով եւ արդեն կնքված պայմանագիրը Նատալի Ֆարմի հետ ավելի ցածր գնով։ Դատախազության պատասխանը քրեական վարույթ չի նախաձեռնվել, բայց հաղորդման մեջ կան տեղեկություններ, որ կարող են ստուգվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ, եւ այդ տեղեկություններն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Փաստորեն սրանք ծաղրում են, ակնհայտ հովանավորչության հետ գործ ունենք։ Վարսանյանը դատախազության այս պատասխանը համարում է մերժում, պնդելով այս պահին եղած փաստերը բավարար են քրեական ընթացքի համար։ Գլխավոր դատախազությունից ազատությանը տեղեկացրին, այս պահին վարույթ չկա, բայց հաղորդման մեջ նշված տվյալները օպերատիվ ստուգման են ուղարկվել, վարույթ կլինի, եթե դրանք հաստատվեն։ Բողոքարկել ենք, այո, որ պահանջում ենք, որ անպայման քրեական գործը հարուցվի ու մերժման հիմքերը մեզ ներկայացվեն, ինչի համար ուրեմն մերժվել, բայց պետք է պայքարենք, որ արդյունքի հասնենք։ Խնդիրը մեկ դեղատուն ավել կամ պակաս ունենալը չէ, այլ սկզբունքը, շեշտում է Վահե Վարսանյանը։ Հետևողական գնացել ենք, որ գոնե այստեղ այս կոնկրետ դեպքով չթողենք, որ ուրեմն անարդարություն լինի։ Դրանով գարուն չի գալու, բայց պետք է ամեն ինչ անենք ճիշտ քայլը տարա ու ինչ լինում է թող լինի։ Քաղաքապետարանից հիմնավորում խնդրեցինք, ինչու է վարչության պետ Դավիթ Կարապետյանը ոչ նպատակահարմար համարել ավելի շահավետ առաջարկը։ Ասացին այն, ինչ ավելի վաղ Վագաֆարմին էին ասել։ Իրավապահներին հաղորդում է ներկայացվել, ընթացք կտան։ Վարսանյանը չի հավատում, որ կտան այդ ընթացքը, տեսնում է հովանավորության շատ ներդաշնակ ընթացք։ Ակնհայտ երևում է ներդաշնակ հովանավորչությունը համակարգված։ Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ իրանց քաղաքական թիմի բրենդն է կոռուպցիայի դեմ պայքարը, կոռուպցիան արմատախիլ են ասնում, զրոյացնում են, դա դատարկ սուտ խոսքեր են փաստորեն։ Խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը, որ մինչև Փաշինյանի իշխանությունը հանրապետականների հետ էր, այն բացառիկ գործարարներից է, որ հաջողությունները զարգացնում է նաև այս իշխանության օրերում։ Պարբերաբար կառավարությունից ստանում աջակցություն։ Վերջինը հենց երեկ էր նրա Ալեքս տեքստիլ ընկերությունը ներմուծման արտոնություն ստացավ։ Նիկոլ Փաշինյանը մեր աղբյուրն է։ Վարսանյանը հիշում է դեռ 10 տարի առաջ նրա ու Փաշինյանի միջև ծավալված հերրակա մի երկխոսություն։ Սամվել Ալեքսանյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը իրանց աղբերն է։ Նիկոլ Փաշինյանն էլ դրան հակափաստարկ էր բերում, արձագանքում էր, որ մտմտում են, ինձ վաղը կասեն, որ իրանց մեծ աղբերն եմ, թագավոր աղբերն եմ, փաստորեն Սամվել Ալեքսանյանի ասածները իրականություն դարձան, Նիկոլ Փաշինյանը դարձավ իր թագավոր աղբերը։ Ռեպորտաժ Վանաձորից, որտեղ տարեսկզբից հնչել են միլիոնների շինարարության խոստումներ, օգոստոսն ավարտվում է, պարզվում է խնդիրներ կան, քաղաքասարակությունից մտահոգություններ ունեն, որ ներքաղաքական պատճառներով շինտեխնիկան քաղաք չի մտել։
Վանաձորում ավականու հաստատած սուբվենցիոն ծրագրերը չիրագործելը, բյուջեի տողերում կամայական փոփոխություններ անելը հանցագործություն է, որ թույլ է տվել քաղաքային իշխանությունը, իսկ մարզային իշխանություններն ու կառավարությունն աչք են փակում դրա վրա, պնդում է ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը, որ շաբաթներ շարունակ ուսումնասիրել է պատրաստվող նախագծերը, համեմատել տրված խոստումներն ու Վանաձորում իրականացվող աշխատանքը։ Նա համոզված է, որ տեղի ունեցողը քաղաքական մրցավազք է Վանաձորի առաջիկա ընտրություններում երկու հավանական թեկնածուների՝ մարզպետ Արեն Մկրտչյանի եւ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի միջև։ Ստացվում է, որ կատարում է մի հատ շատ ծանր հանցագործություն, որի տակից դուրս գալ անհնար է, եթե չկա քաղաքական դրդապատճառներ ուղղակի չկպնել իրանց։ Այս դեպքում նաև մարզպետը, որը ունի վերահսկողական ֆունկցիա, փաստացի կամ իրան սխալ են զեկուցում, կամ ինքը չի ուզում տեսնի այս ամեն ինչը։ Դեռ անցած տարեվերջին սուբվենցիոն ծրագրերը ներկայացնելիս իշխանությունները հայտարարել էին, որ Վանաձորում այս տարի 42 փողոց է հիմնանորոգվելու, հիմնականում երկրորդային փողոցները։ Ավականին հաստատել էր բոլոր ծրագրերը ու տեղի իշխանություններն ամիսներ շարունակ վստահեցնում էին, թե Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքում աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվելու։ Հայտարարվում էր նաև, որ Քիմգործարանի վճարած 2.5 միլիարդ դրամի հարկային պարտավորության շնորհիվ Վանաձորում խոշոր գումար է գոյացել, որ կառավարության համաֆինանսավորման միջոցով կկրկնապատկվի։ Միայն փողոցների հիմնանորոգման վրա համայնքն ու կառավարությունը նախատեսում էին առնվազն 5 միլիարդ դրամ ծախսել։ Համենայն դեպս խորհրդարանական ընտրություններից առաջ այս մասին հայտարարությունների պակաս չկար։ Վանաձորի համար մեկ տարվա համար նախատեսված սա աննախադեպ բյուջե է եւ աննախադեպ ծրագրային փաթեթ։ Մինչդեռ օրերս ուղղակի ժողովրդավարություն հասարակական կազմակերպությունը Վանաձորի համայնքապետարանից ուշագրավ պաշտոնական պատասխան է ստացել։ Սևով սպիտակի վրա գրված է, որ այս տարի 42 երկրորդային փողոցներից 38-ի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերը կառավարությունը չի հաստատել ու առաջիկայում չի էլ նախատեսվում հաստատել։ Ընդամենը գրիչի 2-3 ստորագրությամբ մոտավորապես Վանաձոր համայնքի բնակչությունը կրեց $5 միլիոն վնաս։ Ավելի վաղ Ազատությունն էր պարզել, որ նաև այգիների ու պուրակների մասով անգամ հաստատված նախագծեր չկան, թեև դարձյալ նախընտրական շրջանում իշխանությունները եռաչափ նախագծեր էին հրապարակում ու պնդում, թե դրանք արդեն հաստատված են ու այս տարի կիրագործվեն։ Արդեն հաստատված ծրագրով Վանաձորի երկաթուղայինների այգում կառուցելու ենք քաղաքային ատրակցիոն պարկ։ Կունենանք ամբողջական բարեկարգ։ Ստացվում է, որ խոստացված $35 միլիոն ծրագրերի չնչին մասն է իրագործվում։ Տարվա 8-րդ ամսում կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրով հաստատվել է ընդամենը 4 փողոցի հիմնանորոգում։ Մյուս բոլոր աշխատանքները, որոնց ֆոնին գրեթե ամենօրյա ռեժիմով նկարահանվում են մարզի ու քաղաքի ղեկավարները, կամ նախորդ տարիներից կիսատ մնացած ծրագրերն են, կամ էլ իրականացվում են բացառապես համայնքի միջոցներով, առանց կառավարության համաֆինանսավորման։ Վանաձորում լայն թափով շարունակվում է բազում թաղամասի ուսանողական շինարարների եւ Վիկտոր Համբարձումյան փողոցների հիմնանորոգման աշխատանքը։ Մայքի միջոցներով կհիմնանորոգենք Սունդուկյան փողոցը։ Ընդ որում նախապես հայտարարված 38 փողոցների փոխարեն համայնքի ղեկավարությունը որոշել է բոլորովին այլ ճանապարհներ վերանորոգել։ Օրինակ օրերս ազդարարվեց 385 մետրանոց Իսահակյան 3-րդ նրբանցքի ասֆալտապատման մասին, որը եւս անցած տարի հայտարարված ցանկում չկար։ Քանի հոգի է աշխատում։ Թեև աշխատանքները կատարվում են միայն քաղաքային բյուջեով, դրանց մեկնարկի մասին անձամբ ԿՊ-ական մարզպետն է հայտնում։ Վանաձորի Իսահակյան 3-րդ նրբանցքն է հիմնանորոգվում 385 մետր երկարությամբ, ծրագիրը համայնքային բյուջեի միջոցներով է իրականացվում։ Ավականին մարտին էր հաստատել սուբվենցիոն ծրագրերը, որոնք պետք է նախագիծ դառնային եւ ուղարկվեին կառավարություն։ Թե ինչու համայնքապետարանը դրանք չի ուղարկել, անպատասխան է մնում։ Համայնքապետի օգնական Էդի Քունանյանը, որ նաև սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուն է, մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հրաժարվել էր պարզաբանել, թե ինչու անցած ամիսներին նախորդ տարիներից քննարկվող ծրագրերը կառավարություն չեն ուղարկել։ Խոստացված այդ 40 փողոցներ, այս լճեր, այս կալցեվոյներ, ոչ մի ծրագիր չունենք հաստատված։ Կարանք ենթադրենք, որ ոչ մի աշխատանք չի արվել այս տարի։ Իհարկե ոչ, դա ձեր մեկնաբանումն է, կատարվել է բավականին լուրջ աշխատանքներ, որը որ դուք ոչ մի ձևով չեք ուզում
Չէ, ուզում մեկ նշի։ Դրան մինչև մայիսը պետք է հաստատված լիներ կառավարության կողմից։ Ինչ է արվել այդ ուղարկված լիներ, հա։ Բերեք այդ հարցերի պատասխանը հիմա ես ոչ մի ձևով չհնչեցնեմ։ Մարզպետ Տարեն Մկրտչյանը նույնպես հրաժարվել է հարցազրույցից ու մամուլի խոսնակի միջոցով ազատությանը փոխանցել, որ չի մեկնաբանում նախապես հայտարարված ծրագրերի տապալումը։ Պնդել է, թե սուբվենցիոն ծրագրեր այս տարի կլինեն, առանց պարզաբանելու, թե ինչու մինչև այսօր անգամ նախագծերը հաստատված չեն։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը ցույց է տալիս Վանաձորի այն փողոցներն ու բակերը, որոնք վերջին ամիսներին են ասֆալտապատվել համայնքային միջոցներով։ Այստեղ թերություններն ակնհայտ են, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ դրանք շատ արագ կքայքայվեն։ Եթե կա օրինակ կոռուպցիոն մեխանիզմ, ենթադրենք ատկատներ, սա լավագույն տարբերակն է, որը կարա համայնքային իշխանությունը ընտրի ու իրագործի։ Քաղաքի կենտրոնում ասֆալտապատված բակերից մեկում օրինակ դիտահորը պարզապես ծածկել են ասֆալտով ու ջրահեռացման համար ընդամենը 2 աչքանման անցք բացել, թե որքանով աչքերով դիտահորը կծառայի իր նպատակին անհայտ է։ Պարզ չէ նաև արդեն 4 տարի քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցող ներկայիս համայնքապետ Արկադի Փերեշյանն ու ԿՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանը նույն ճակատով կմտնեն ընտրական փուլ, թե որպես մրցակիցներ։ Միջազգային լրահոսից Իրան Միացյալ Նահանգներ ճգնաժամի հիմնական թատերաբեմ Հորմուզի նեղուցը, որ առանցքային նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, դեռ շրջափակված է։ Վաշինգտոնը միայն սա բավարար չի համարում, թե Իրանի նկատմամբ ճնշումն առաջիկա օրերին կմեծանա, Իրանը զգուշացնում է պատասխանով։ Միացյալ Նահանգներն աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Newsmax-ին տված հարցազրույցում Սկոտ Բեսենտն ասել է, որ դրանց մասին ավելի մանրամասն կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Դա կլինի տնտեսական մեկուսացման աշխարհում աննախադեպ միջոցների եւ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման համադրություն, ինչի արդյունքում ոչինչ չի կարող մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից։ Պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է անվերջ շարունակել Իրանի ծովային շրջափակումը, ինչը նրա պնդմամբ արդեն իսկ տնտեսական լուրջ վնաս է հասցրել, առանց այն էլ տնտեսական մեծ դժվարությունների բախվող Իրանին։ ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են անորոշ ժամանակով պահպանել այսպիսի շրջափակումը, քանզի հերթապահող մեր նավերին կփոխարինեն նորերը, ինչպես արել ենք, եւ այդպես շարունակ, լրագրողներին ասել է Փիթ Հեքսեթը։ Ըստ Associated Press-ի Խաղաղ օվկիանոսում հերթապահող ամերիկյան Ջորջ Վաշինգտոն ավիակիրն արդեն մի քանի օր է ինչ ուղղություն է վերցրել դեպի Մեծավոր Արևելք։ Նախարարը նաև հերքել է լուրերը, թե Իրանի ծովային շրջափակմանը մասնակցող ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը պաշարների մատակարարման խնդիրների է բախվում, իսկ ծառայողներն արդեն հոգեբանական խնդիրներ ունեն չափից շատ ծովում անցկացնելու պատճառով։ Հեքսեթն ասել է, որ դրանք լիովին սխալ են ներկայացված։ ԱՄՆ փոխնախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանում կհասնի իր երկու գլխավոր նպատակներին՝ կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը եւ պահպանել աշխարհում էներգակիրների կայուն գները։ Fox News-ին տված հարցազրույցում J.D. Vance-ն ասել է, որ ԱՄՆ-ն այս հակամարտությունից դուրս կգա մեջբերում եմ ավելի ուժեղ դիրքերում։ Vance-ը նաև նշել է, որ իր առջև դրված նպատակներին հասնելու համար Թրամփի վարչակազմը դիվանագիտական, ռազմական եւ տնտեսական գործիքներն օգտագործում է շատ ընտրողաբար։ Ամերիկացի պաշտոնյան հավելել է, իրավիճակը մնում է անկանխատեսելի, քանզի Իրանը հաճախ չի կատարում ստանձնած պարտավորությունները։ Մի բան կարող եմ վստահորեն ասել, կարծում եմ սա կավարտվի նրանով, որ Միացյալ Նահանգներն ավելի ուժեղ դիրքում կհայտնվի։ Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա այնպիսի վիճակի, երբ նավթի եւ գազի գները կայուն կլինեն ամերիկյան ժողովրդի համար։ Թեհրանից առայժմ չեն արձագանքել ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին, ու մինչ Վաշինգտոնից նոր սպառնալիքներ են հնչում, Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է լարված։ Թե ԱՄՆ-ն, թե Իրանը պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի 1/5-ը, իսկ այժմ միայն սահմանափակ թվով նավեր են անցնում։ Գիշերը նեղուցում անհայտ ծագման անօթաչուն հարվածել է մի լցանավիտ, ուժասներ չկան։ Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ծովը լցված նավթը տարածվել Իրանի Քեշմ կղզու ափերին։ Ըստ BBC Verify-ի նավթն արտահոսել է ավելի վաղ Հորմուզի նեղուցում խոցված մեկ այլ լցանավից։ Իրանն իր հերթին պնդել է, որ Հորմոզգան նահանգում MQ-9 անօթաչու է ոչնչացրել։ Այս մոդելի անօթաչուները տարիներով կիրառվել են ռմբակոծության եւ հետախուզական առաքելություններում։ Ըստ Al Jazeera-ի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն տասնյակ այսպիսի անօթաչուներ է կորցրել։
Այս ֆոնին Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման ռազմավարական գործողությունների ծրագրի ընդհանուր սկզբունքները համաձայնեցվել են խորհուրդների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովի խոսնակ Վալիուլլահ Բայատին իրանական Թասլիմ գործակալությանն ասել է, որ դրանով մեջբերում են ԱՄՆ-ին, Իսրայելին եւ թշնամական երկրներին պատկանող նավերին եւ տեխնիկային արգելվում է անցնել նեղուցով։ Սա պայմանավորված է նրանով, որ այս երկրները Հորմուզի նեղուցն օգտագործել են մեր երկրի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար եւ անարդար ու ագրեսիվ գործողություններ են կատարել Իրանի ժողովրդի դեմ։ Այս ընթացքում իսրայելական զինուժը շարունակել է Իրանի աջակցությունը վայելող եւ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլա շարժման դեմ գործողությունները Լիբանանի հարավում։ Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչուները պարբերաբար հարվածներ են հասցրել Տյուրոս քաղաքին, նաեւ մի շարք այլ բնակավայրերի։ Լիբանանի վարչապետը հանդիպել է երկրում ԱՄՆ դեսպանի եւ Լիբանանի հատուկ ռազմական համակարգման խմբի ղեկավարի հետ քննարկելու բանակցային շրջանակի ռազմական կողմը եւ երկրի հարավում տեղի ունեցող իրադարձությունները։ Ինչպես հայտնում է Լիբանանյան ազգային լրատվական գործակալությունը, Նավաֆ Սալամը պնդել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի ավերիչ գործողությունները եւ Լիբանանի տարածքից իր զորքի դուրսբերման հստակ ժամանակացույց սահմանի։ Միայն այս տարվա 6 ամիսներին Ռուսաստանում 1200-ից ավելի մարդ է դատապարտվել ահաբեկչության հոդվածով։ Աջակցություն քաղբան տարկյալներին մեմորիալ նախագծի տվյալներով առնվազն 427 մարդ բանտ է ուղարկվել քաղաքական հետապնդման ակնհայտ հատկանիշներով։ Դատապարտվածների թվում նաև առնվազն 243 Ուկրաինայի քաղաքացի կան, ռազմագերիներ եւ օկուպացված տարածքների բնակիչներ։ Այսքանը եթերում օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցցանցերում կհանդիպենք։